Մի անգամ պայմանավորվել ենք, պայմանը չենք խախտում։ Նախ ուզում եմ դիմել Ռաֆի Հովհաննիսյանին, որովհետև ներկաներից բոլոր այսօր առնվազն սուրճ կամ թեյ խմել են, այնպես որ կարծում եմ մենք այնքան էլ լավ չենք զգում, որ դուք ամբողջ հանրահավաքը ոտքի վրա եւ մենք ելույթ ունենանք։ Կարծում եմ ոչ մեկ չի նեղանա, եթե ընթացքում հանգստանաք, նստելու, նստած հետևելու հնարավորություն ունենաք։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, փետրվարի 18-ից հետո Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը ենթարկվում է դինամիկ փոփոխությունների եւ մեր քաղաքացիական շարժման խնդիրն է արձանագրել, գնահատել այդ փոփոխությունները եւ դրսեւորել դրանց համարժեք վարքագիծ։ Վերջին շրջանի կարևոր իրադարձություններից մեկը, որ գնահատման կարիք ունի, մարտի 10-ին Ռաֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլն է։ Այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, իշխանական, մերձիշխանական, նույնիսկ ընդդիմադիր շրջանակներից հացադուլը որպես երևույթ որակվել է, որպես ծայրահեղ, անձնազոհ, հուսահատ, փակուհային, թույլ կամ ուժեղ քայլ։ Այդ գնահատականները սակայն անկախ իրենց ուղղվածությունից չեն անդրադառնում ամենակարևորին, դրա ընթացիկ քաղաքական բովանդակությանը։ Տեղի ունեցողի իմ ընկալումը հետևյալն է. 2013 թվականի նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածուն Ռաֆի Հովհաննիսյանը հացադուլով հստակ ուղերձ է հղում հայաստանյան եւ միջազգային հանրությանը, որ վճռականորեն եւ հետեւականորեն պաշտպանելու է 2013 թվականի փետրվարի 18-ին ժողովրդի կատարած ընտրությունը եւ Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությունը հնարավորություն չի ունենալու հաղթանակ արձանագրել սեփական ժողովրդի նկատմամբ։ Այս քայլը կարևոր է, որովհետև վստահություն է ներշնչում, որ կոմպրոմիս չի լինելու ապօրինության, ամենաթողության, կեղծիքի շուրջ։ Սա իհարկե չի նշանակում, թե որևէ կոմպրոմիս հնարավոր չէ։ Կոմպրոմիսը հնարավոր է, բայց դա կարող է լինել միայն մեկ բանի շուրջ՝ իշխանությունը խաղաղ, անարյուն, հանդարտ ընթացքով պետք է փոխանցվի ժողովրդին եւ Ռաֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ անվտանգության երաշխավորի, այսինքն Հայաստանի նախագահի պաշտոնը։ Այս ընկալումը պետք է դույեղանա մեր գիտակցության մեջ։ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, բոլորը միջազգային հանրությունը պետք է արձանագրեն հետևյալը. ժողովուրդը զիջելու տեղ չունի, ժողովուրդը պարտության տեղ չունի, ժողովուրդը նահանջելու տեղ չունի։ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, մյուսները պետք է հստակ գիտակցեն, ժողովուրդը չի գրոհելու, ժողովուրդը չի հարձակվելու, ժողովուրդը ջարդուփշուր չի անելու, բայց ուշադիր եղեք, խնդրում եմ, ուշադիր, ժողովուրդը անելու է ավելին, ժողովուրդը չի նահանջելու։ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, մյուսները պետք է հստակ գիտակցեն, իրենք կարող են գրոհել, իրենք կարող են հարձակվել, բայց ժողովուրդը չի դիմադրելու, ժողովուրդը բռնությամբ չի պատասխանելու, բայց ժողովուրդը անելու է ավելին, ժողովուրդը չի նահանջելու, որովհետև սա այն ժողովուրդն է, որ սեփական ձեռքերով կերտել է անկախությունը
ու չի նահանջել անորոշության սպառնալիքի առաջ։ Սա այն ժողովուրդն է, որ հաղթանակ է տարել Ղարաբաղյան պատերազմում ու չի նահանջել թշնամու առաջ։ Սա այն ժողովուրդն է, որ 2008 թվականի մարտի 1-ին գնդակահարվել է սեփական մայրաքաղաքում ու չի նահանջել դիմակավորված ավտոմատավորների առաջ։ Մեր ժողովուրդը չի նահանջել և 2013 թվականի փետրվարի 18-ին հաղթանակել է և մենք պարտավոր ենք նվիրվել ժողովրդի հաղթանակը քաղաքական և վարչական իրողություն դարձնելու գործին։ Եվ ուրեմն հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ազատության հրապարակի շարժումը ունի մի քանի կարևոր գործնական խնդիրներ։ Կարևորագույնը նոր իշխանության, նոր կառավարության ձևավորումն է։ Սա մի խնդիր է, որի լուծումն անհրաժեշտ է իրական իշխանափոխության բնականոն ընթացքը կազմակերպելու համար։ Նախկինում ասել եմ արդեն, որ այս խնդրի գործնական լուծումը Ռաֆի Հովհաննիսյանի, բացառապես Ռաֆի Հովհաննիսյանի գործառույթն ու լիազորությունն է։ Բայց մենք պետք է գիտակցենք նաև, որ դա մի աշխատանք է, որ պահանջում է մտավոր և ֆիզիկական, հսկայական ծայրաբեռնվածություն։ Այս բեռն ամբողջությամբ թողնել հացադուլի մեջ գտնվող Ռաֆի Հովհաննիսյանի վրա իհարկե ճիշտ չի լինի։ Եվ ուրեմն Ազատության հրապարակում պետք է օր առաջ հնարավորինս արագ սկսել նոր իշխանության ձևավորման շուրջ քննարկումների շարք։ Ըստ այդմ կա առաջարկ Ռաֆի Հովհաննիսյանի արտոնությամբ և թույլտվությամբ Ազատության հրապարակում գումարել բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական, հասարակական գործիչները, քաղաքացիական շարժման անհատ մասնակիցներ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման վերաբերյալ։ Այս քննարկումը սակայն պետք է ունենա գործնական նպատակ, այն է Ռաֆի Հովհաննիսյանին առաջարկներ ներկայացնել նոր կառավարության, նոր իշխանության ձևավորման սկզբունքների և կազմի մասին։ Եվ եթե Ռաֆի Հովհաննիսյանը արտոնի բաց քաղաքացիական խորհրդի գործունեությունը, ժողովուրդը, քաղաքացիները հնարավորություն կունենան լայնորեն մասնակցել նոր կառավարության, նոր իշխանության ձևավորման սկզբունքների ու կազմի քննարկումների, այդպիսով գործի դնելով ուղղակի ժողովրդավարության մի յուրօրինակ գործիք, Թավշյա հեղափոխության մի կարևորագույն մեխանիզմ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հիմա թերևս ամենակարևորի մասին։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը գագաթնակետին է հասնելու 2013 թվականի ապրիլի 9-ին։ Այդ օրը ըստ Հայաստանի սահմանադրության ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Ասել եմ արդեն, որ մենք որպես ժողովուրդ, որպես քաղաքացի և քաղաքացիական շարժում մի խնդիր ունենք լուծելու։ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից, որ նա չունենա ժողովուրդ, երկիր, քաղաքներ, գյուղեր կառավարելու համար։ Ապրիլի 9-ը այս կոնկրետ խնդիրը լուծելու մի ճակատագրական ժամանակ է։ Այսօր շատ են հարցնում, թե ինչ է պատրաստվում անել Սերժ Սարգսյանի ճակերտավոր երդման արարողությունը կանխելու համար։ Հավատացեք, մենք այդ միջոցառումը ոչ թե կանխելու, այլ անիմաստ և անբովանդակ դարձնելու խնդիր ունենք։ Ապրիլի 9-ին ըստ որոշ լուրերի Սերժ Սարգսյանը պատրաստվում է լցնել Հայաստանի ամենամեծ դահլիճը, մարզահամերգային համալիրը
ցույց տալու համար, թե ինքը Հայաստանի նախագահ է։ Նույն օրը ուրեմն ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է իրենով լցնի Հայաստանի ամենամեծ հանրապետության հրապարակը ցույց տալու համար, որ ինքն ընտրել է իր նախագահին եւ նրա անունը Սերժ Սարգսյան չէ։ Ապրիլի 9-ին մենք պետք է անհերքելի կերպով արձանագրենք Սերժ Սարգսյանը չունի Հայաստան իր իշխանության ներքո, այլ միայն մի դահլիճ, որում ներկաների կեսից ավելին մտքով հանրապետության հրապարակում են լինելու մեր 100 հազարավոր ներկայությամբ Երևանի Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի ճակերտավոր երթմնակալությունը պետք է վերածենք մի խղճուկ միջոցառման, հրաժեշտի երեկույթի։ Ժողովուրդն այդ օրը մենք բոլորս պետք է ցուցադրենք մեր կամքը հանրապետության հրապարակում եւ վերահաստատենք Ռաֆի Հովհաննիսյանին Հայաստանի նախագահ ընտրելու փետրվարի 18-ին ժողովրդի կայացրած որոշումը։ Այդ օրը բոլորով, ով պարտք ունի հայրենիքի ու նրա ապագայի առջև, բոլորով հավաքվում ենք հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին Հայաստանից զրկելու համար։ Ընդ որում շեշտում եմ, եկեք ընտանիքներով, կանանց, երեխաների հետ, բարձր տրամադրությամբ, ուրախ, զվարթ, առանց մտավախության, որովհետև չի լինելու ոչ մի բախում, չի լինելու ոչ մի քաշքշոց, ոչ մի տհաճություն, այդ օրը տոն է լինելու, մեծ տոն, հաղթանակի եւ ապագայի տոն, այդ օրը Հայաստանի ժողովուրդը աշխարհին պիտի ցույց տա, թե ում չի ընտրել եւ ում է ընտրել Հայաստանի նախագահ։ Եկեք ուրեմն ժողովրդով լցնենք հանրապետության հրապարակը, եկեք ուրեմն ապրիլի 9-ին մեր ուսերին վերցնենք Հայաստանի ապագայի պատասխանատվությունը եւ բերկրանք ու հաղթանակ պարգևենք մեր նահատակներին, բերկրանք ու հաղթանակ պարգևենք մեր երեխաներին։ Ապրիլի 9-ին հանրապետության հրապարակում Եվ իդեպ, վերջին օրերին սոցիալական ցանցերում մեկնարկել եւ թափ է հավաքում մի քաղաքացիական նախաձեռնություն, որոնց հեղինակները բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին եւ Շարլ Ազնավուրին ապրիլի 9-ին նրանց հրավիրելով բացարձելու հանրապետության հրապարակի ժողովրդական տոնախմբությանը։ Սա կարևոր, չափազանց կարևոր ուղերձ է, որ բխում է մեր ականավոր հայրենակիցների նախկին ու մարած հայտարարություններից, նրանց իսկ արած հայտարարություններից։ 2013 թվականի մարտի 2-ին Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Սերժ Թանկյանը գրել է, մեջբերում եմ, կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ եւ կեղծված ընտրություններ, սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից ավելին, քան ականները եւ ռումբերը։ Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ արկա անարդարությունների դեմ։ Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները, լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին եւ մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններին լռեցրել նրանց ձայները ի վնաս ժողովրդավարության։ Նրանք Հայաստանի ապագան են, մեջբերման ավարտը։ Այս տողերից ակնհայտ է, որ Սերժ Թանկյանը Հայաստանի ապագայով իրապես մտահոգ, իրավատեր, հայրենատեր քաղաքացի է եւ նրան ուղղված նախաձեռնության հեղինակները ինձ խնդրել են այս հարթակից ուղերձ փոխանցել Սերժ Թանկյանին,
որը ես ուղղակի չէի կարող մերժել։ Ուղերձը հետևյալն է. հարգելի Սերժ, եթե դուք լինեք այստեղ, լինեք այս հրապարակում, ձեր ներկայությամբ տասնապատիկ կհզորացնեք քաղաքացու եւ ուսանողների ձայնը եւ Հայաստանի իշխանությունը չի կարող չլսելու տալ այդ ձայնը, խնդիր, որի լուծումը կարևորել եք ձեր նամակում։ Ապրիլի 9-ից առաջ եկեք ուրեմն Հայաստան եւ ճակատագրական այս ժամանականերում մեկ շաբաթ 10 օր անցկացրեք Հայաստանում, ձեր հայրենիքում, ձեր ժողովրդի կողքին, մի պաշտպանեք ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, եկեք հանուն արդարության, պաշտպանեք հանուն արդարությանը, նպաստեք արդարության հաղթանակին, եւ սա կլինի ձեր ամենակարևոր ներդրումը Հայաստանի ապագայի կերտման գործում եւ մեծագույն ծառայություն մատուցած կլինեք Հայաստանին, նրա ապագային, նրա ժողովրդին։ Ասացի արդեն, որ քաղաքացիական ակտիվիստները նմանատիպ հրապարակային հրավեր են հղել նաև աշխարհահռչակ շանսոնյե Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրին, կոչ անելով նրան 2013 թվականի ապրիլի 9-ին միանալ Հայաստանի ժողովրդին։ Սա տրամաբանական, առավել քան տրամաբանական հրավեր է, որովհետև Շարլ Ազնավուրը 2011 թվականի աշնանը հայտարարել է, մեջբերում եմ Շարլ Ազնավուրի հայտարարությունը, ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում, դա քաղաքականապես անընդունելի եմ համարում, Հայաստանի իշխանությունները հնարավորություն չտալով երկրին շնչել, կառավարությունը երկիրը զրկում է սեփական երիտասարդությունից, որը հեռանում է, այդ իմաստով խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարտկային, այն պետք է անհապաղ լուծվի, մեջբերման ավարտը, սրանք Շարլ Ազնավուրի խոսքերն էին։ Այսօր, այստեղ, մենք պարտավոր ենք արձանագրել, ուղերձ հղել աշխարհահռչակ Շանսոնյեին, մեծ հային, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով եւ ընտրական այս գործընթացներում ստեղծվել է բացառիկ հնարավորություն կանգնեցնելու այդ ներքին ցեղասպանությունը, որ ցավ է պատճառում իրեն։ Եվ եթե դուք բոլորդ համաձայն եք այն տեսակետին, որ հայ ժողովուրդ այսօր ունի սփյուռքահայ իր ականավոր զավակների ներկայության կարիքը, բարձր, բուրըն, երկարատև ծափահարություններով ձեր այդ ուղերձը հղեք Շարլ Ազնավուրին, Քրթ Գրիգորյանին, Սերժ Սարգսյանին կոչ անելով օր առաջ ժամ առանց ժամանել Հայաստան, լինել ժողովրդի կողքին եւ Հայաստանի Հանրապետությանը կոչ անելով օր առաջ ժամանել Հայաստան, լինել ժողովրդի կողքին եւ Հայաստանի Հանրապետությանն ու ապագային մատուցել ամենակարևորը իրենց մատուցած բոլոր ծառայությունների մեջ, պատմական ծառայություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը երախտապարտ լինելով մինչ այս սփյուռքի գործիչների կողմից իրեն մատուցված կենսական օգնության եւ բոլոր ծառայությունների համար հիմա արդեն քաղաքացիական հաղթանակ է ուզում եւ ուրիշ ոչինչ, հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ եւ ուրիշ ոչինչ, եւ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե քաղաքացիությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։